Հարգարժան պարոն քաղաքապետ, հավաքանու հարգելի անդամներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Երևան քաղաքի հավաքանու 2025 թվականի մարտի 18-ի 313 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Երևան քաղաքի հավաքանու որոշման նախագիծը։ Երևան քաղաքի հավաքանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի 265 են որոշմամբ սահմանված բնակելի նպատակային նշանակության շենքերում եւ շինություններում աղբանության վճարի դրույքաչափի հաշվարկման մեթոդի կիրառման, ինչպես նաեւ հաստատուն ելակետային տվյալների հիման վրա աղբանության վճարողների հաշվառման էլեկտրոնային նոր ինքնաշխատ համակարգի ներդրման արդյունքում հաշվարկված աղբանության վճարի չափն առցանց հարթակում դիտելու եւ վճարումների ընդունման առցանց համակարգի միջոցով սահմանված ժամկետներում վճարումներ կատարելու ոչ ամբողջական հնարավորության հետևանքով առաջարկում է Երևան քաղաքի հավաքանու 2025 թվականի մարտի 18-ի 313 որոշման առաջի կետը շարադրել նոր խմբագրությամբ, մասնավորապես Երևան քաղաքում 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ եւ մայիս ամիսների համար հաշվարկված աղբանության վճարը, աղբանության սանիտարական մաքրման մասին օրենքով սահմանված ժամկետներում չվճարած անձանց ազատել 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ եւ մայիս ամիսների համար հաշվարկված աղբանության վճարը օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու հետևանքով մինչեւ 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ հաշվարկված տուժերի վճարման պարտականությունից տեղեկացնեմ նաև, որ արդեն իսկ հաշվարկված աղբանության վճարի չափն առցանց հարթակում դիտել եւ համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետեւյալ հարթակների վճարաշարքային կազմակերպությունների միջոցով Երևան AM-ի, Pay Community AM-ի, HiPost PB մասնաճյուղերի, EasyPay վճարային համակարգի, Հայ-Էկոնոմբանկ PB մասնաճյուղերի միջոցով եւ այս համակարգի ներդրումը, այսպես ասած, մյուս նաև բանկային համակարգերի Ալո, լսվում է։ Ժողովուրդ ջան, դուք լսում եք, որ դուք խոսում եք միմյանց հետ եւ միգուցե այդ պատճառով չեք լսում։ Պարոն Հակոբյան, մի քիչ մոտ խնդրում եմ։ Տեղեկացնեմ նաև, նորից ասեմ, որ արդեն իսկ հաշվարկված աղբանության վճարի չափն առցանց հարթակում դիտել եւ համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետեւյալ հարթակների եւ վճարաշարքային կազմակերպությունների միջոցով Երևան AM կայքի, Pay Community.am կայքի, HiPost PB մասնաճյուղերի, EasyPay վճարային համակարգի եւ Հայ-Էկոնոմբանկ PB մասնաճյուղերի միջոցով, ինչպես նաեւ այս համակարգի այս նոր ներդրված համակարգի նաեւ ինտեգրվում են այլ վճարային կազմակերպություններ, դրանք կրում են շարունակական բնույթ։ Հիմք ընդունելով վերոգիրալը Երևան քաղաքի հավաքանու քննարկմանն է ներկայացվում Երևան քաղաքի հավաքանու 2025 թվականի մարտի 18-ի 313 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը։ Շնորհակալություն հարցերի համար գրանցում։